Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիանուշ Պապյանն եմ, տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի հետ։ Պարոն Խաչատրյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ այսօր այստեղ գտնվելու համար։ Եվ այսպես, պարոն Խաչատրյան, մի շարք հարցեր են կուտակվել, որոնց ուզում եմ առանձին ու հանգամանորեն անդրադառնանք առաջին արտաքին հետախուզության ծառայության տարածած հայտարարության մասին է, որ այլ երկրում, ոչ թե երկրներում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ճնշումների, ընտրական գործընթացների միջամտություն կա եւ արդեն գիտեք, որ քննչական կոմիտեն էլ քրեական վարույթ է նախաձեռնել արտերկրում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ենթադրյալ ճնշումների գործով, գիտեք արդեն, որ Դանիել Իոնիսյանն էլ հայտարարություններ տարածել, որ Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է իշխանափոխություն իրականացնել եւ այդ նպատակով անվտանգության դաշնային ծառայության միջոցով ճնշում է գործադրում հայ գործարարների վրա, փորձում են Ռուսաստանից շուրջ 80,000 ընտրող բերել Հայաստան, գիտեք արդեն ում օգտին քվեարկելու։ Այսօր վարչապետը անդրադարձել է խնդրին։ Վարչապետը նշում է, որ ինքը կասկած չունի, Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների մեծ մասը գալու է եւ ընտրելու են քաղաքացիական պայմանագրին։ Պարոն Խաչատրյան, դուք էլ չունեք այդ կասկածը եւ եթե դուք էլ չունեք այդ կասկածը, հարց է առաջանում, չի ստացվում, որ իշխանությունը որոշակի առումով իրականությունից փորձում է կտրվել։ Հիմա տեսեք, այո, արտաքին հետախուզական ծառայությունը նման հայտարարություն է տարածել եւ այդ հայտարարությունը ունի լուրջ հիմքեր, ապացույցներ, որովհետեւ արտաքին հետախուզական ծառայությունը այն ծառայությունն է, որ ունի շատ լուրջ վերլուծական ռեսուրսներ, ինֆորմացիայի ստացման աղբյուրներ եւ այդ աղբյուրները մի քանի ֆիլտրով անցնում են, ճշտվում են, որից հետո միայն կարող է իրեն թույլ տալ արտաքին հետախուզական ծառայություն նման հայտարարություն անել։ Եվ կասկած չունեմ, որ դա հիմնավոր է եւ բազմաթիվ ապացույցներ կան այդ հայտարարության տակ դրված, ինչի արդի ոստիկանությունը եւս ուսումնասիրություններ է կատարել եւ հաղորդում ներկայացրել քննչական կոմիտեին հանցագործության վերաբերյալ։ Հիմա հարուցված է վարույթ քրեական եւ վարույթի ընթացքում կհավաքագրվեն համապատասխան ապացույցներ եւ համապատասխան որոշումներ կկայացվեն։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մենք մտավախություն չունենք, որ 80,000 հոգի կգան Հայաստան եւ ընտրություն կատարեն, այո, Հայաստանի Հանրապետության վարչապետը դիրքորոշում ունի, որ թող գան Հայաստան, տեսնեն Հայաստանի վիճակը, համեմատեն եւ իրենց խղճով եւ ներքին համոզմունքով ընտրություն կատարեն եւ վարչապետի ասացի մեջ շատ բան կա, հիմքեր կան, որովհետեւ այո, եթե մարդկանց ստիպում են ասում են պետք է գնալ Հայաստան, պետք է գնալ Հայաստան ընտրել մեր ձևով շարժմանը եւ այլ, ամեն ու ամենայնիվ չես կարող ասել մարդը մտավ քրեախցիկ ինչ որոշում է կայացնելու։ Եթե նա հայ է, Հայաստան Հանրապետության քաղաքացի է, մտահոգված է այս երկրի մասով, միանշանակ ուրեմն պետք է ընտրի մեզ։ Եթե մտածում է երեխայի ապագայի մասին, եթե ուզում է, որ մի օր էլ իրենց դե բռնաճնշեն ասեն պետքա գնաս ուրիշ տեղ, չգիտեմ ինչ անես, հատուկ ծառայությունները գան, թելադրեն թե ինքը ինչ պիտի անի եւ ոնց պիտի կառուցի իր ապագային, այո, ուրեմն պետքա գա եւ ընտրի մեր ձևով շարժմանը։ Եթե տենց։ Հիմա մարդը եւ 21 թվականն էլ նույնպես բավականին լուրջ ճնշումներ ա եղել, բավականին լուրջ կոմբինացիաներ են մտածել եւ բայց ինչ դարձավ, մարդը մտավ քրեախցիկ եւ ընտրեց մեզ։ Այն դեպքում, երբ Հայաստան դաշինքը կամ մյուս դաշինքները վստահ են, որ իրենց կընտրեն։ Բայց ամեն դեպքում ինձ համար դա անհանգստացնող է, այո։ Դա անհանգստացնող է, պետք է իր հարուցվի քրեական վարույթ, պետք է ուսումնասիրություններ իրականացվի, պետք է այն երևույթները, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանը, այդ երևույթների դեմը առնել։ Հնարավոր է, որ նաև այդ մարդիկ, որ պետք է գան ստե քվեարկեն, որոշակի պայմաններ դրածել են նրանց առջև, ասեն, եթե հաջողության չհասնենք Հայաստանում, այսինքն իրենց ուժը, այդ ոնց էր կոչում, ուժեր Հայաստանը, ուժեր Հայաստանը եւ մյուսները մեր ձևով եւ ուժեր Հայաստանը։ Եթե հաջողության չհասնեն, ձեր հետ Ռուսաստանում կվարվենք այսպես, այնպես,
եւ այլն, այս դեպքում այո այդ մարդիկ չեն կարող արդեն իրենց կամքին իրենց կամքով քվեարկել եւ գուցեև քվեարկել իրենց կամքին հակառակ այստեղ արդեն լուրջ ազգային անվտանգության հարց կա եւ ստե մեր համապատասխան մարմինները պետք է շատ լրջորեն վերաբերեն այս հարցին եւ դա թույլ չտանք մենք։ Պարոն Խաչատրյան, արտաքին հետախուզության ծառայությունը հունվարին իր զեկույցը հրապարակեց, որտեղ դարձյալ այս մտահոգությունները կային, ոչ թե թվերի տեսքով եւ այլն, բայց ընդհանուր ուրեմն դարձյալ այսպես սպիտակով սևով սպիտակի վրա գրված էր եւ այլն, հա, ինչ է սպասվում մեզ առաջիկայում։ Հիմա նորից հայտարարություն կա, բայց երկրի անունը այդպես էլ չի նշվում։ Խնդիր չէ, որ խուսափողական տրամադրություններ են, պարզ է, չէ, որ երկրի մասին է խոսքը, որ երկրից են պլանավորում այդքան քաղաքացի բերել Հայաստանի Հանրապետություն։ Ինչի չի նշվում շատ հստակ Ռուսաստանի Դաշնության։ Տեսեք, եթե արդեն մի փաստով կա քրեական վարույթ, նշանակում է կա քրեական վարույթ հարուցելու հիմքերը եւ առիթները, բայց քրեական վարույթը ինչի համար է հարուցում, ինչի համար է հարուցում։ Հարուցում է, որպեսզի ինչ որ մի փաստ բարձաբանման ենթակա հանգամանք հաստատեն կամ ժխտեն, կամ մասնակի հաստատեն, կամ մասնակի ժխտեն։ Հիմա մեր երկիրը բնականաբար չի շտապի ինչ որ հայտարարություն անի, հետո քրեական վարույթ հարուցի։ Եթե մենք վստահ ենք, որ այդպիսի երևույթներ կա, ովքեր են դրանք իրականացնում, ինչ ծավալով, այդ հանցագործության սուբյեկտները ովքեր են եւ այլ, ամեն ինչ որ բարձր լեր, քրեական վարույթ չի հարուցի։ Հետեւաբար դիվանագիտական էթիկան, նաև իրավաբանական էթիկան եւ պաշտոնական էթիկան թելադրում է, որ սպասենք քրեական գործի քննության ավարտին, բայց դա չի խանգարում, որպեսզի քաղաքական գործիչները իհարկե արտահայտվեն եւ իրենց կարծիքները ասեն։ Ամեն դեպքում պաշտոնական հայտարարությունները պետք է լինեն քրեական գործի ավարտից հետո։ Պարոն Խաչատրյան, տեսեք, եթե այսպիսի գործընթաց է մի կողմից արդեն հստակ նշվում է, թե ինչպես են քաղաքացիներին տեղափոխելու եւ քվեարկություն իրականացնելու, մյուս կողմից տարբեր ընդդիմադիրներ շատ հստակ նշում են, որ իրականացնելու են Գյումրի 2, բայց դուք էլ ուրեմն վարչապետի գլխավորությամբ բացառում եք Գյումրի, այսպես ասած, սցենարի հնարավոր կրկնությունը, հաշվի առնելով այս բոլոր գործընթացները իշխանության հետ կապված, այսպես իշխանությունը չի երերում արդեն։ Ասեմ հետեւյալը, իշխանությունը ինչու չի երերում, որովհետեւ այս իշխանությունը ձևավորվել է մեր ժողովրդի կամքի արտահայտման միջոցով։ Սա է մեզ պահում։ Ժողովուրդն է մեզ պահում, մեզ ուրիշ պահող բան չունենք եւ այսօր մենք վստահ ենք, որ էլի ժողովուրդը գնալու է եւ քվեարկելու է խաղաղության, բարեկեցության, զարգացման, այս երկիրը ճահճից դուրս բերելու եւ դեպի զարգացման ճանապարհ դնելու օգտին։ Դա շատ պարզ է։ Ամեն ինչը շատ պարզ երևում է։ Եթե մենք վստահ ենք, որ նորմալ բանական մարդը Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես մինչև այս է արել, հիմա էլ դա է անելու։ Գիտեք ինչ կա։ Ես երբեմն այս ընտրությունները չեմ դիտարկում որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ այլ կուսակցությունների միջև քաղաքական պայքար։ Սա դա չի, սա ջրբաժան է։ Սա պետության եւ չպետության միջև պայքար է։ Որպեսզի մենք լինենք ինքնիշխան պետություն, ինչը կանք, ապրենք խաղաղ, աշխարհում լինենք ինքնուրույն սուբյեկտ, ճանաչված սուբյեկտ, ունենանք տնտեսական զարգացում, այն ինչը մենք արդեն ունենում ենք, տեսնում ենք, ունենանք անվտանգային կայուն համակարգ եւ այլն, մենք եւ զերծ մնանք համամիութենական պետություն ունենալու։ Համամիութենական պետություն դա նշանակում է պետություն չունենանք։ Դա է նշանակում։ Մարդիկ այսօր այդ ընդդիմություն կոչվածները, ես նրանց երբեմն չեմ էլ ուզում ասեմ ընդդիմություն, նրանք ապապետական կազմակերպություններ են, դրսից ղեկավարվող եւ կատարում են դրսի հրահանգները, հստակ դրսի հրահանգներն են կատարում, չեն էլ կարող չկատարել։ Դրանց մի մասը դրսում ունեն գործակալական ցանցի հետ ցետ համագործակցություն, եթե չասեմ գրանցված գործակալներ են, իմ կարծիքով, մյուս մասն էլ իհարկե որոշակի կառավարման ներքո է գտնվում դրսի համապատասխան հատուկ ծառայությունների։ Դա շատ պարզ է։ Իրենք եկել են Հայաստան, որպեսզի կարողանան Հայաստանը քաղաքական ճանապարհով հետ տանեն այն նույն գարշահոտ ճահիճը, որում մենք եղել ենք։
որի պատճառով մենք կորցրել ենք տարածքներ, որի պատճառով մենք կորցրել ենք Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը տեղահանվեց, այսօր Լեռնային Ղարաբաղում հայ բնակիչ չունենք։ Այդ ամեն ինչը այդ գարշահոտ ճահճում գտնելու արդյունք է։ Հիմա մեզ հաջողվել է խաղաղություն կնքել, մեզ հաջողվել է տնտեսությունը մի քանի անգամ զարգացնել, անվտանգությունը բերել շատ լուրջ մակարդակի, մեզ հաջողվել է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության հարաբերություններ ստեղծել, մեզ հաջողվել է այսօր հեռանկարը շատ պարզ երևում է նավթատար, գազամուղ, թրիպի ուղի, երկաթուղիներ, այս ամեն ինչը շատ արագ տնտեսական զարգացման են բերվելու։ Հիմա իհարկե որոշ շրջանակներ այս ամեն ինչը պետք է կասեցնեն եւ չարությամբ չեն տրամադրվում այդ երկրների կամ նրանց ղեկավարների կամ ռազմաքաղաքական այդ որոշումների, որովհետեւ իրենց երկրի շահը դա է պահանջում, որ Հայաստան չլինի ինքնուրույն պետություն։ Բայց ես չարանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հայի արյուն ունեն, հայ ազգանուն ունեն, ազգությամբ հայ է, գալիս են Հայաստան, փորձում են աշխարհքով, բռնաճնշումներով, խաբեությամբ այս երկրի եւ մեր երեխեքի ապագան տանել նորից են ճահիճ։ Պարոն Խաչատրյան, նախ անդրադառնանք նաև անդադ նշում ենք ժողովրդավարության կարևորությունը, ինքնիշխանության կարևորությունը, եվրոպական ամբիոնից էլ ենք խոսում դրա կարևորության, դրա պահպանման անհրաժեշտության մասին, բայց այսօր կառավարության նիստին վարչապետը շատ հստակ հայտարարեց, որ իր հրահանգով է հրաժարականի դիմում ներկայացրել Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը եւ գիտեք դա կապված էր Վենսիայցի հետ, երեք արդեն բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, դուք գիտեք, որ ԱՄՆ փոխնախագահին այդ տնօրենը Արցախի վերաբերյալ գիրք էր նվիրել, իմ ցուցումով այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն։ Դուք հաշտեք այս որոշման հետ։ Իհարկե հաշտեմ։ Դուք եք տեսնում Տեսեք, եթե գործադիր իշխանության, գործադիր համակարգում ինչ-որ ժողովրդավարությունը, ազատ գործադիր իշխանությունը դա ժողովրդավարությունը տարբեր բաներ են։ Հիմա նույն ձև կարող է ասենք ոստիկանության պետը, ասի ես ժողովրդավար եմ եւ առավոտից ցիրիկուն ինքը ինքնուրույն որոշումներ կայացնի, չգիտեմ ինչ անի։ Լինելով գործադիր իշխանության մեջ, դու ունես վերադաս, ունես քաղաքականություն մշակված, կոնկրետ քո ոլորտի եւ այլն, եւ դու պարտավոր ես այդ քաղաքականությունը իրականացնել։ Եթե դու համաձայն չես այդ քաղաքականության հետ, դու ինչ իրավունք ունես այդ պաշտոնը զբաղեցնել։ Եթե մենք ասում ենք գնում ենք խաղաղության, բայց մեր բանակում մարդիկ կլինեն, որ կասեն մենք խաղաղությունը չենք ուզում, մենք չենք կիսում այս երկրի այդ քաղաքականությունը, մենք չենք ուզում խաղաղություն, մենք ուզում ենք ամեն օր կրակենք, պատերազմ անենք, գնանք չգիտեմ ինչ։ Այդ մարդիկ ուրեմն պետք է չաշխատեն։ Գիրք նվիրելու մեջ Տեսեք, ուրեմն այո, ուրեմն այդ էլեմենտները կան, այո, եւ նման բաներ անելուց Վենսին ինչ-որ բան նվիրելը, դա պետք է խիստ համաձայնեցված լինի վերադասի հետ, որովհետեւ մեկը չի կարող ինչ-որ մի բան նվիրել եւ այդ մարդու մոտ տրամադրվածություն փոխել կամ ստեղծել։ Գործադիր իշխանության ծառայողը նա պետք է հստակ հիերարխիկ այդ ենթակայության պահանջները պահպանի։ Եթե չեն պահպանում, հետեւաբար ուր աստեղ գործադիր իշխանություն, ամեն մեկը ինչ ուզի անի, ստեպետություն չի կարա լինի։ Բնական բան է, իհարկե պետք է հեռացվի։ Այ որ падգամավոր լիներ, քաղաքացի լիներ, հասարակական կազմակերպության նախագահներ, այ ուզում է գիրք նվիրի, ինչ ուզում է անի, հիմա դա կհաջողվեր իրեն չէ, բայց որ ինքը իր պաշտոնից օգտվելով եւ հնարավորություն ունենում հանդիպել Վենսին եւ չհամաձայնեցնելով իր ղեկավարության եւ այդ ընդհանուր քաղաքականության համատեքստին ինչ որ գործողություններ անում, որը կարա վնասի Հայաստանի Հանրապետությանը կամ այս խաղաղության գործընթացին կամ չգիտեմ այլ բաներին։ Իհարկե մի րոպե առաջ նա պետք է ազատվի։ Պարոն Խաչատրյան, Պաշտպանության նախարարի եւ Միասնության թվեր քաղաքական նախաձեռնության այսպես անդամների փոխադարձ մեղադրանքներ տեղի ունեցան, հատկապես գիտեք Արման Թաթոյանը հայտարարել է ադրբեջանական կողմից ուրեմն դիրքերի առաջ խաղացման մասին, Պաշտպանության նախարարը հերքեց, հետո Պաշտպանության նախարարությունը դարձյալ լրատվամիջոցներին հերքեց, այսօր էլ վարչապետը հայտարարեց, որ կա հստակ քարտեզ դե յուրե նշանակություն ունեցող գիծ, ինչը ցույց է տալիս, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներ խուժելու եւ նոր դիրքային բարելավումների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը։
լրատվամիջոցներն էլ հետաքննություն են արել, այլ բան են ցույց տալիս։ Ի վերջո որտեղ է ճշմարտությունը։ Հնարավոր է իշխանությունը ինչ-որ բան այնուամենայնիվ ուզում է թաքցրած լինել։ Տեսեք, ես չգիտեմ այդ լրատվամիջոցները ովքեր են, որ հետաքննություն են արել։ Եթե այն լրատվամիջոցներն են, որոնք ֆինանսավորում են օլիգարխներից եւ որոնք լրատվամիջոցներ չեն, այլ քաղաքական ինչ-որ ակտիվիստներ են, որոնք ինչ-որ քաղաքական ուժին օժանդակելու են։ Civilnet, Factor TV դուք բացարձակ այն չէ, ինչ Հիմա տեսեք, Արման Թաթոյանի տարածած լուրը կամ տեղեկությունները սուտ են։ Իրականությանը չեն համապատասխանում, դա ասում եմ նաև ես, դա ասել է նաև Պաշտպանության նախարարը։ Իսկ մենք գիտենք, որ Պաշտպանության նախարարը չի կարող անել մի հայտարարություն, որը հետագայում 1 տարի, 5 տարի, 10 տարի, 100 տարի հետո կպարզվի, որ ճշմարտություն չէր։ Հիմա կրկին ես էլ եմ ասում սուտ էր, որովհետև մենք էլ ենք ուսումնասիրել եւ պետք է ասեմ ոչ թե հայտարարություն է արել, հատվածում են նշում։ Տեսեք, Պաշտպանության նախարարությունը բացի նրանից, որ հայտարարություն է արել, հաղորդաշար է պատրաստել, որտեղ հստակ ցույց են տալիս եւ Google-ի այդ գծերը եւ իրական բնագծերը, Ադրբեջանի դիրքերը եւ մեր դիրքերը։ Ադրբեջանը դիրքերի բարելավում է արել հենց իր տարածքում, հենց իր վարչական եւ պետական սահմաններից դեպի ներս, այսինքն դեպի Ադրբեջան։ Հայաստանի սահմաններից 1 սանտիմետր այս կողմ որևէ գործողություն Ադրբեջանը չի արել, չի կարող անի եւ չի անելու, որովհետեւ Ադրբեջանի հետ մենք արդեն այլ գործընթացների մեջ ենք։ Հիմա Արման Թաթոյանը որոշակի քաղաքական դիվիդենդներ ստանալու համար փորձում է այդ ստերը տարածելու միջոցով ինչ-որ sense աժիոտաժներ ստեղծել։ Եվ նույնիսկ կանգ չի առնում, որ դա վերաբերվում է սահմանին, բանակին, նման հարցերով չի կարելի քաղաքական դիվիդենդներ շահել, որ տենց էլ մենք շատ դիվիդենդներ կարող ենք շահել, ամեն օր մի բան ցույց տանք, ինչ ենք արել, ոնց ենք արել, ասենք, տեսեք, բայց չենք անում, չէ։ Կրկնում եմ, դա սուտ է եւ դրա վերաբերյալ հիմնավորված հաղորդում կա պատրաստված, տեսանյութ կա, որը Պաշտպանության նախարարությունը տարածել է, որը մնալու է 10-100 տարի եւ հնարավոր չի մի գերատեսչություն Պաշտպանության նախարարության նման ինչ-որ բան տարածի, հաղորդում տարածի եւ պարզվի, որ սուտ է, որովհետեւ մի ինչ-որ մի քանի լրագրող կամ չգիտեմ Արման Թաթոյան ասում են սենց չի նենց է։ Վարչապետը կասկած չունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվելու է, բայց տեսնում եք ձեր նշած հատվածը ընդդիմադիր, օրինակ Գագիկ Ծառուկյանն էլ ձեր ուրեմն ամրագրած խաղաղությանը չի հավատում, ասում է խաղաղությունը որն է, այն որ ադրբեջանցիները բոլոր սարերի վրա զենքով, զորքով նստած թելադրում են։ Ինչով նստած են, նիզակով, թե բանով մի հատ բարձ գրկեր նստեն, բա ինչ անեն, մի սահմանած զորքա, չնստեն, կանգնած։ Հավանաբար։ Հիմա տեսեք, ոչ Գագիկ Ծառուկյանին, ոչ Սամվել Կարապետյանին, ոչ նրանց հարող ուժերին, ոչ Արման Թաթոյանին եւ այդ ամբողջ ընդդիմադիր կոչված հատվածին, ովքեր այս պահի դրությամբ մասնակից են տարբեր հիբրիդային հարձակումների Հայաստանի դեմ, ձեռնտու չէ, որ Հայաստանում լինի խաղաղություն։ Դա իրենց ամենավատ երազն է, որ Հայաստանում պետք է լինի խաղաղություն, տնտեսական զարգացում, իրավապահ համակարգը պետք է լինի։ Բայց իրենք չէ ապրում այստեղ։ Կապ չունի ձեռնտու, իրենք ամեն տեղ ունեն տասնյակ տներ, միլիարդավոր դոլարներ, միլիոնավոր դոլարներ, իրանք որ պահին պետք է լինի այստեղ իրանց համար հարմար է, երբ որ Հայաստանը օֆիս է, երբ որ Հայաստանը տարածք է ու իրենք ինչ ուզում անում են։ Դաբրոն ստանում են հյուսիսից եւ ստեղ ինչ ուզում անում են, մնացածը ճորտ։ Իրանց համար դա է լավ։ Բայց երբ որ պետությունը, խաղաղությունը, պետությունը սկսում է մտածել ապօրինի գույքը հետ վերադարձնելու, ամեն մեկին 200 միլիոն, 300 միլիոն, չգիտեմ քանի միլիոնավոր դոլարների հայց է ներկայացնում փողերը հետ վերցնելու գույքը, արդեն իրենք պատրաստ են այս պետությունում եւ ռումբեր պայթեցնել եւ չգիտեմ երազել, աղոթել, որ խաղաղություն չլինի այստեղ։ Էս է իրանց ամբողջ նպատակը։ Եթե խաղաղություն զարգացում, ուրեմն իրենք պետք է գույքը հետ տան, ուրեմն իրենք պետք է ապրեն օրենքի շրջանակներում։ Դե նա 7 տարի չեն տալիս գույքը հետը, պարոն Խաչատրյան։ Տեսեք, մեր երկիրը ժողովրդավար երկիր է եւ գույքը հետ վերցնելու համար
Ստեղծել ենք հակակոռուպցիոն դատարաններ, գույքի ապօրինի բռնագանձման վարչություն դատախազությունը, պատրաստել ենք այդ դատախազներին, այդ դատավորներին հակակոռուպցիոն քննչական կոմիտե եւ այս հսկա մեխանիզմները 5 տարվա մեջ ստեղծել ենք, Սիրանուշ ջան, բայց գիտեք, որ 5 տարվա մեջ, այն 5 տարվա մեջ, որ ամեն օր պատերազմ էր, կորոնավիրուս էր, Ղարաբաղի հարց էր, Ղարաբաղի շրջափակում էր, 100,000-ից ավել տեղահանվածների ընդունում էր, քաղաքական վայրիվերումներ էին, այս պայմաններում, այս պետությանը հնարավոր չէ Ռոբերտ Քոչարյանի խոշոր ձկների նկատի ունեմ, վարչապետը խոշոր ձկները չի հնարավոր, արդեն հայցերը ներկայացված է, բռնագանձման գործընթացները սկսած է։ Որ մարզեր գնում եք այս արդյոք չեն հունիսի 7-ին իրենք չհասնեն հաջողության, թարսի պես այս խաղաղությունն էլ կա, հակառակն այս ամեն ինչին երկիրն է տնտեսությունը զարգանում է, իրանք հաստատ հետ են տալու այդ գույքը։ Իսկ այդ գույքը հետ տալը ամենամեծ պատիժն է իրենց համար։ Ես կարծում եմ մարդիկ կան, որ համաձայն են գնան ազատազրկման, միայն թե այդ գույքը կարողանան պահել, բայց չի հաջողվելու, այդ ամեն ինչը հետ է գալու։ Արդեն հետ գալու process-ի մեջ է։ Դրա համար այս կատաղի պայքարը երբեք չի մարում։ Անընդհատ իրենց նետում են քաղաքականության դաշտ։ Ծառուկյանը ինչ է իրեն նետում քաղաքականության դաշտ։ Ծառուկյանից, որ երևի մենք եթե գույք չպահանջենք, չէ՞ նետի իրեն։ Բայց հիմա այսօր եթե բոլորը տենց համախմբվում են, ովքեր են համախմբվում, օլիգարխները եւ դրսի ուժերով կառավարվող էլի օլիգարխները, ուրիշ մարդ կա, որ համախմբվում է եւ նրանց հարակից մի քանի դեմքեր, որոնց պետքա դիմակ պահել եւ ասել տեսեք ինչ սիրուն։ Բայց օլիգարխ կա Հայաստանում, պարոն Խաչատրյան։ Հայաստանում այս պահին օլիգարխ չկա, այո, չկա, բայց Ռուսաստանում կա, չէ՞։ Սեփականատերեր կային։ Չէ, օլիգարխի հասկացության մեջ ինչ է մտնում, շատ մեծահարուստ, չէ՞, տասնյակ հարյուրավոր միլիոններ տիրապետող գույք կամ ֆինանսական միջոցներ, որը սերտաճած է իշխանության հետ։ Այս պահի դրությամբ որևէ օլիգարխ հարուստ չի սերտաճել իշխանության հետ եւ նա իշխանության մեջ չի կարող խնդիրներ լուծել։ Դրա համար Հայաստանում այս պահին օլիգարխներ չկան։ Բայց խնդիրը նաեւ որ այնպես պետք է անել, որ ընդհանրապես օլիգարխները չձգտեն իրենց նետեն քաղաքական դաշտ։ Օլիգարխ եթե մտնում է քաղաքական դաշտ մի խնդիր ունի, ավելի շատ փող աշխատի կամ իր ունեցվածքը պահի։ Երկուսից մեկն է։ Ուրիշ խնդիր նա չունի։ Հիմա դուք էլ ունեիք գործարարներ ձեր թիմում այս ընթացքում։ Այս անգամ ավելի զերծ կմնաք նոր խորհրդարանում, նոր կազմով։ Գործարար ով ունենք Խաչատուր Սուքիասյանն է գործարար, որը դեռ վերջին տասնամյակներում դրանից առաջ էլ ինքը միշտ գործարար, իր ընտանիքը գործարար է եղել եւ այդ գործարար լինելով հանդերձ նաև մի շարք քաղաքական ռեպրեսիաների է ենթարկվել իր ընտանիքը անընդհատ։ Հիմա ոնց կոչես Խաչատուր Սուքիասյանին եւ նրա ընտանիքին օլիգարխ, քանի որ իրենք հենց իշխանություններից բազմաթիվ անգամ եւ լուրջ վնասներ են կրել եւ բռնաճնշումների են ենթարկվել։ Հա հետո եկել է մի պահ այդ մարդը դարձել է падգամավոր։ Այս անգամ էլ չի ուզում դառնա падգամավոր, չի առաջադրել իր տեխնատությունը։ Շատ նորմալ է, ինքը ներկայացնում է բիզնես համայնքի շահերը ազգային ժողովում եւ կարեւոր է, որ այո, բիզնես համայնքի շահերը ներկայացնող մարդիկ էլ են։ Պարոն Խաչատրյան, դուք էլ ակտիվորեն գնում եք այս կուսակցական քարոզարշավին։ Հետաքրքիր է օրինակ իմ նշած այ դժգոհությունը դատաիրավական համակարգի քաղաքացիներից չեք ստանում եւ դուք հուսադրում եք, որ առաջիկայում օրինակ այն անունները, որոնց շուրջ խոսեցինք, պատասխանատվության կենթարկվեն, պետությունից գողացածը հետ կվերադարձվի, այս խոստումները տրվում են քաղաքացիներին։ Չեք կարծում, որ հենց դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունն էլ կարող է ազդել ձեր քվեների վրա։ Ճիշտ ասած, այո, մենք նման դիտարկումներ ժողովրդի կողմից ունենք եւ մեր այդ հանդիպումները տարբեր քաղաքներում համապատրաստի, չպատրաստված հանդիպումներ ենք ունենում ժողովրդի հետ։ Այո, շատերը ասում են, որ ինչի առ այսօր Ռոբերտ Քոչարյանի գույքը դեռևս բռնագանձված չի, ինչի էս մարդիկ, ինչ որ մարդիկ դեռևս ազատազրկված չեն, ինչի սենց, այո, այդ խնդիրը կա եւ շատ լուրջ մեղադրանք ենք դա համարում մեր հասցեին, մեր ժողովրդի կողմից։ Ճիշտ է, բացատրում ենք, ասում ենք, որ դրա համար ժամանակ է պետք, որ դրա համար դատարաններ են ստեղծվել, որ գործընթացը սկսվել է, գույքը բռնագրավում է եւ եկեք չմոռանանք ինչքան գույք է բռնագրավել անցած տարի, նախանցած տարի միլիարդավոր
դրամների եւ եթե չեմ սխալվում հարյուրավոր դոլարների, միլիոնավոր դոլարների մենք գույք ունենք բռնագրաված։ Բայց դա ասում են 8 տարին քիչ չէր։ Չէ, ձեզ հակադարձում են, ասում են 8 տարին բնավել քիչ չէր, որքան էլ պատերազմ, կորոնավիրուս, այս հանգամանքները նշվում է։ Դա պետության բռնագրաված գույք, շատ ունենք բռնագրաված գույք եւ դա շարունակվում է եւ հնչեղ կլիներ, եթե դա լիներ այսպես հայտնի դեմքերի 8 տարի չի, մենք ամեն ինչը պետք է սկսենք 20 թվականից հաշվել։ 20-21 թվականից, երբ որ ազգային ժողովի ընտրությունը անընդհատ պատերազմներ, անընդհատ անվտանգային հարցեր եւ իհարկե կառավարության թիվ 1 խնդիրը եղել է անվտանգային հարցերը լուծի մեր երկրի, նոր հետո մնացած բաները, բայց պետք է ասեմ, որ մեր իզարմանս նույնիսկ ինձ մեզ հաջողվել է կատարել այնպիսի մեծ ծավալի աշխատանք էս արտակարգ իրավիճակների պայմաններում այդ 5 տարիների ընթացքում, որ ես 5 տարի առաջ չէի պատկերացնի, որ դա մենք կանենք։ Ես չէի պատկերացնի 21 թվականին, որ 26 թվականին բանակը կարող ենք սարքել տարի ու կես։ Չէի պատկերացնի, որ 5 տարվա մեջ 3000-ից ավել կիլոմետր ճանապարհ կսարքենք, կկառուցենք, 300 դպրոց, 500 մանկապարտեզ, որ մենք մեր ռազմարտությունաբերությունը կգա կհավասարվի արդեն շատ լուրջ այն մակարդակին, որ արդեն կարող ենք ասել մենք ռազմարտությունաբերություն ունենք, որ Հայաստանի բանակում կհայտնվեն լուրջ զինատեսակներ հայկական արտադրության, որ մենք ունենանք եվրոպական արտադրության, արևմտյան արտադրության գեր ժամանակակից զինատեսակներ, որ Միացյալ Նահանգները մեզ անօթաչուներ կտա, կվաճառի, սա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, որ խաղաղության պայմանագիրը եւ գործընթացները կստորագրվեն, կիրականացվեն Միացյալ Նահանգներում, որ խնդիր կդրվի Հայաստանում գազի, նավթի ուղի անցկացնել, որ մենք ունենանք թրիպի ճանապարհ, որ մենք ունենանք հակակոռուպցիոն դատարաններ, դատախազություն, բարեկային ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն, որը թվարկեն։ Այս ամեն ինչի ոչ թե 5 տարում արվել, սա արվել է իրականում 3 տարվա ընթացքում, 3 տարվա ընթացքում։ Այդքան բունկեր, այդքան ճանապարհ, այդքան սահմանների վերանորոգում, ու սա այնքան ակնհայտ է, որ մենք էլ բաներ չունենք ասել, ժողովուրդ շատ լավ տեսնում է, ինչի մասին է խոսքը։ Դուք պատկերացրեք, ինչ արդյունքներ կունենանք մենք, եթե այս մենք լինենք իշխանության եւ այս խաղաղության գործընթացը եւս շարունակվի։ Այն ինչ է 3 տարում արվել է, չէ՞, կամ 5 տար։ Քառակի անգամ արագ ու լավ տեմպերով արվելու է սրանից հետո, որովհետեւ այլևս մենք անվտանգային հարցեր այդպիսի սրությամբ չունենք։ Պարոն Խաչատրյան, մենք ունենք իրավիճակ, մերձավոր արևելքում պատերազմական իրավիճակ է, տեսնում եք, եւ ձեզ քննադատողները ասում են դուք կարևոր հարցերը, գործերը թողած ընկել եք երկրորդականի հետևից։ Լավ, անվտանգության խորհրդի նիստ 3 անգամ հրավիրեցիք, քննարկեցիք, որի արդյունքները տենց էլ չիմացանք, ինչ կլինի, բայց փոխանակ օրինակ մեր ռազմավարությունը մշակեք, թե կոնկրետ որևէ գործողությունից հետո ինչ ենք անում, մշակած օրինակ մենք պատրաստ ենք 100,000-ավոր քաղաքացիների, իրանցիների, իրանահայերի Հայաստանի Հանրապետությունում ընդունելու այս բոլոր քայլերը հաշվարկված են, պարոն Խաչատրյան, վստահեցնում եք, որ շատերը կասկածում են, որ դուք չեք անում այն, ինչ պիտի անեք, փոխանակ օրինակ օրինակ չգնաք Քարոզարշավի, այլ գնաք ուրեմն անվտանգության խորհրդի նիստ գումարեք, ուրեմն տարբերվեք։ Քանի օր անենք այդ նիստը։ Անում ենք այդ նիստը։ Հիմա տակը ազատ ժամանակ էլ է մնում շաբաթ կիրակի, որ գնանք Քարոզարշավի։ Ինչ անենք, շաբաթ կիրակի էլ նիստ անենք, գիշերներ, ցերեկներ, ավտոմատները են, արևելյան երկրներ կան, որ ավտոմատները դնում են տենց հետևը խալուց կախած մի հատ է սենց ու հարավությունի գուն լայվ անենք, ասենք աշխարհում պատերազմ է, հաց մի կերեք, ջուր մի խմեք, ռեստորանները փակեք, հա։ Իրականում մեր ընդդիմությունը դա է ուզում։ Ուզում է եւ Հայաստանում պատերազմը լինի, գոնե դրսում լինի, բայց դա ազդի մեր վրա։ Ոչ, դա մեր վրա չի ազդում։ Սա մեկ, երկրորդը։ Ասում են մի մարդասիրական օգնություն էլ չուղարկեցիք միջնորդի։ Այո, ձեր ինչ գործ, ինչ են ուղարկում, ինչ ենք ստանում։ Կարացել ենք չես խաղաղությունը ապահովում, բա ոնց ենք արել։ Այդ անվտանգության խորհրդի նիստերը հենց այդպես չեն արվում։ Բոլոր սցենարների համար կա մշակված որոշակի գործողությունների պլան, բոլոր սցենարների համար։ Դրանք գաղտնի պլաններ են։ Եվ այդ ընդդիմությունն էլ լավ գիտի, որ դրանք որտեղ են պահվում, ոնց են քննարկվում, ինչ են արվում։ Այդ պլանները երբեք թերթերում չեն գրում, չեն ասում այդ մասին։
բոլոր գործողությունների համար կա մշակված պլան, անգամ յուրաքանչյուր քաղաքացիական միջոցառման հիմքում դրվում է անվտանգային խնդիրը, դրվում է ամեն ինչը հաշվի առնում։ Այո, երբ որ մենք ավտոբուսով երթևեկում ենք եւ կարկադակ ենք ուտում այդ կոչված պերաշկին, դա ենք հենց տենց ենք անում, որ ժողովուրդը տեսնի, որ մեր մոտ խաղաղ է, մեր մոտ ամեն ինչ լավ է, որ մարդիկ տրամադրվեն ներդրումներ անեն, տրամադրվեն աշխատանքի, տրամադրվեն այստեղ ապրելու, որ մեր հայրենակիցները օտար երկրներում որ ապրում են, գան Հայաստան, հասկանալով, որ աշխարհի ամենալավ, անվտանգ եւ հարմար երկիրը իրենց ապրելու, դա Հայաստանն է, այդ դրա համար ենք այդ ամեն ինչը անում։ Իդեպ Ալիևը այսօր հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության շնորհիվ Հայաստան իր անկախ պատմության մեջ առաջին անգամ կարող է տարանցիկ երկիր դառնալ, թեև դեռևս այդպիսին չէ, դրա շնորհիվ մենք կկարողանանք ուղիղ կապ հաստատել ադրբեջանական հիմնական մասի եւ մեր էքսկլավի Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև։ Գիտեք, նախորդին էլ այլընտրանքային ճանապարհ էր վարչապետը առաջարկում Ադրբեջանին եվրոպական բարձր ամբիոնից, ինչպես եք գնահատում։ Շատ լավ եմ գնահատում, ես շատ կուզեի, որ օր առաջ բացվեր այն ճանապարհը Կորնի ձոր, Գորիս, Վայոց ձոր, Երասխ եւ Նախիջևան։ Վարչապետը այդ ճանապարհն է առաջարկել ադրբեջանցիներին գալ եւ Ադրբեջանից գնալ դեպի Նախիջևան Կորնի ձորով, այսինքն Գորիսով։ Սա ինչ է բերելու, սա դա տրանզիտ ճանապարհ է, տարանցիկ, որը բերելու է մեզ տնտեսության աճ, բերելու է տնտեսական մեծ օգուտներ այն բոլոր տարածքների համար, որտեղով որ անցնելու են, գոնեն կոնկրետ Գորիսի համար, կոնկրետ Վայոց ձորի համար, կոնկրետ մյուս շրջանների համար, որտեղով այդ ճանապարհը անցնելու։ Եվ այո, շատ լավ է, որ Հայաստանը դառնում է տարանցիկ հանգույց։ Ոչ միայն ճանապարհ ունենք տարանցիկ, տրանզիտ ճանապարհ ենք տալու այլ երկրներ, այլ ընդհանրապես Հայաստանը, հատկապես Սյունիքի մարզը դառնում է տարանցիկ հանգույց, ինչը ենթադրում է իհարկե աքսոմատիկ ճշմարտություն է, որ դա բերելու է շատ մեծ տնտեսական աճի։ Հիմա դա լավ է թե վատ։ Պարոն Խաչատրյան, Եվրամիության բարձր ամբիոնից հոգևորականներին հիշատակելը ճիշտ է համարում, այսօր արդեն մեծ քննադատություն կա նաև հոգևորականների կողմից, վարչապետը երեկ հայտարարեց Հայաստանում ստանձնել են որոշ հոգևորականներ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը։ Բայց ինչ կա այստեղ ճիշտ ու սխալը, դա ճշմարտություն է։ Ասում են մեր ներքին հարցերը ինչ եք տանում, մեր ներքին հարցը այն ժամանակ է, ներքին մինչև չի հրապարակվում։ Եթե արդեն հրապարակումներ կան եւ այդ նույն եվրոպացիները կարողանում են կարդալ այդ հրապարակումները, դա արդեն ներքին հարց չի։ Եվ այո, Հայաստանի վարչապետը եվրոպական բարձր ամբիոնից, Եվրոպական բարձր ամբիոնից նաեւ Հայաստանի վերաբերյալ խոսելիս բոլոր հարցերն ներքին հարցեր են Հայաստանի։ Եթե հարցը վերաբերում է Հայաստանին, իհարկե դա կարաս համարես ներքին։ Այո, շատ լուրջ անվտանգային հարց է այսօր, որ հոգևորականները օգտվելով իրենց հոգևոր դիրքից, իրենց նաև որոշակի շրջանակների վրա իշխանությունից, նաև հոգևոր դասի, սփռվածություն ունենալով աշխարհով մեկ, այստեղ Հայաստանում պաշտպանում են այլ երկրի շահերը, միաժամանակ պաշտպանում են քրեա օլիգարխիկ տարերի շահերը Հայաստանում եւ ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանը Վիտալի Բալասանյանը եկեղեցի Բաքուց ասեց. մենք ով ենք, որ միութենական պետություն չլինենք, 2-3 միլիոն ազգը մեծ խոսում է, այդ ստից թղթերը ստորագրում է, չգիտեմ Թրամփի ուղի Ալմաթայի հռչակագիր, որտեղ որ մեր սահմաններն են ֆիքսված, ասում դա ստից թուղթ է։ Վիտալի Բալասանյանը, կաթողիկոս Կտրիշ Ներսիսյանը եւ մնացածները չեն ընդունում այս ոչ մեր սահմանները, ոչ մեր պետականությունը, ոչ մեր ինքնուրույնությունը, ոչ մեր ինքնիշխանությունը։ Եվ սա լուրջ ազգային անվտանգության սպառնալիք է։ Եվ վարչապետը բարձր ամբիոնից ասելով քաղաքակիրթ մարդկությանը եւ հանրությանը ասել է, որ մենք այս խնդիրը ունենք։ Եվ իհարկե սա ենթադրում է նաեւ, որ ժամանակի մի շարք երկրներ կան, որ այդ խնդիրները ունեցել են եւ նրանք էլ նաեւ կարող են մեզ օգնել այդ խնդիրների դեմ պայքարել։ Պարոն Խաչատրյան, Վարդան Ղուկասյանը այդպիսի բան ասաց, նրան ուրեմն հիմա անազատության մեջ է։
Վիտալի Բալասանյանը մյուսները երբ համամիութենական պետության հետ կապված Գյումրի համայնքի ղեկավար հիմա այս առումով պիտի լինեն գործեր թե ոչ եթե ամփոփենք ձեր գնահատմամբ Ես երեք տեսանյութ էի տարածել եւ կոչ էի անում Վիտալի Բալասանյանին եւ նրա նմաններին լինել Հայաստանում հեզաբարո եւ օրինալսող հակառակ դեպքում իրենք կհայտնվեն մեր պետական ինստիտուտների, մեխանիզմների, անիվների տակ։ Հայաստանը այսօր 2021-22 թվականի Հայաստանը չի։ Այսօր մենք անվտանգային համակարգ ունենք, ինստիտուտ, որը որ շատ արագ արձագանքում է այսպիսի երևույթներին։ Հիմա տեսեք Վիտալի Բալասանյանը այդպիսի հայտարարություն արել, որպեսզի քրեական պատասխանատվություն 5 րոպե է պակաս պետական բանը սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված հանցագործությունների այդ բաժնում նրանք քրեական պատասխանատվության բաժնի հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու որտեղ մտնում է հայրենիքի պետական դավաճանություն, լրտեսություն, չգիտեմ ինքնիշխանությանը վերացնելու կոչեր եւ այլն եւ այլն, ասես մի հատ բաժին կա քրեական օրենսգիրքում 5 րոպե է պակաս որ Վիտալի Բալասյանյանը եւ իր նմանները հայտնվեն այդ բաժնի դառան այդ բաժնի սուբյեկտներ Բայց որպես քրեական օրենսգիրքը մեր չի նախատեսում միայն հայտարարության համար քրեական պատասխանատվություն, այստեղ պետք է լինի նաև բռնությամբ այդ իրողությունները առաջ բերելու կոչեր։ Բռնությունը պետք է լինի պարտադիր հատկանիշի։ Եթե բռնություն բառը ասել, հա հիմա Վիտալի Բալասանյանը ազատության մեջ չէ։ Շնորհակալ եմ։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի հետ։ Կհանդիպենք։ Սեփական հարկի տակ արթնանալը, սեփական պատերի ջերմությունը զգալը յուրաքանչյուր ընտանիքի նվիրական երազանքն է։ Այդ երազանքի ճանապարհը տարիների քրտնաջան աշխատանքի եւ անքուն գիշերների պատմությունն է։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Եվ երբ վերջապես բացվում է ձեր երազանքի նոր դուռը, դուք տեսնում եք ոչ միայն բնակարան, այլև ձեր հաղթանակը։ Մենք կառուցում ենք այսօր, որպեսզի վաղը մեր զավակները քայլեն հպարտ եւ ապրեն ապահով պատերի ներքո։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։